իշխանությունները զիջումների գնում են, ցավալի է, բայց գնում են չհասկանալով մի բան, որ հիմա եթե զիջում ես, դու ավելի թուլանում ես, հակառակորդը ավելի ուժեղանում է։ Դուք զիջումներ որը կթվարկեք, որոնք Օրինակ ես համոզված չէի, որ զիջումները, ասենք Կիրանցի, ասենք դիմաց Խերմլուի տարածքի վերադարձը Բաքվի, ասենք հանրապետությանը։ Ես համոզված չէի, որ զիջումը Բաղանի Սայրումի, ասենք տարածքի վերադարձը, համոզված չէի, որ Աշագի Աքսիպարայի եւ ուրեմն բանի այն մյուսի անունը ոնց էր վերջը նոյեմբերյանի շրջանի հատվածում ուրեմն բանը այն հատվածները, որը որ սահմանը մենք հետ ենք քաշել, որ դա զիջում էր, ես համոզված չէի, որովհետև անմիջապես կողքը կար մոտավորապես 1000 հեկտար տարածություն զավթված թուրքերի կողմից 88 թվականից մենք այնտեղ չենք կարողացել հող մշակենք, ուրեմն 90 թվականի երևի կեսերից ընդհանրապես հայ չի մտել այդ տարածքը, դա բացի 92 թվականին, երբ որ մենք փորձում էինք այդ տարածքը գրավեինք 92 թվականի հունիսի 8-ին Օդունդաղ օպերացիայի ժամանակ, ուրեմն այդ բանը հատվածը չվերադարձրին մեզ, եթե դելիմիտացիա է այդում եւ որոշ հատվածներ մենք թույլ ենք տալի, որ իրանք առաջ գան եւ որոշ տարածքներ նույնիսկ բավականին առաջ գան, Փառք Աստծո ոման մեր կառույցը այդտեղ կրակակետերը արդեն նախորդ կառուցել էր, գիտակցելով, որ 20 թվականից հետո որոշակի փոփոխություններ ա եղել եւ հայտարարությունները մեզ հուշեցին, որ հնարավոր սցենար է եւ այն տարածքներում, որտեղ հաջողություններ ենք ունեցել, ասենք 92 թվականին, մենք այդ տարածքներում հին սովետական սահմանի, ասենք ադմինիստրատիվ սահմանի վրա կրակակետեր սկսեցին կառուցել եւ այդ կրակակետերը կառուցված հիմա դարել են, ասենք հիմնական պաշտպանական գիծը։ Գիծը կետերի հետ չեմ, որովհետև այնտեղ ուրիշ կառույցներ էլ կան, որը որ մենք չենք արել։ Բայց բանը լավ, այդ տարածքում մենք հետ քաշվեցինք եւ այդ մեր ոմայի կառուցած կրակակետերը գմբեթ 1 եւ 2-ները թույլ տվեցին, ասենք, որ մենք հետ քաշվենք խուսափելով վտանգված առաջնագիծ ունենալ այն առումով, որ այդ մի քիչ հաջողությունը կարար թուրքերին հնարավորություն տար, որ իրանք գրոհեին եւ ավելի մեծ հող եկալին մեզանից։ Ու պիտի դրանից հետո տեղի ունենար Բերքաբերի նախկինում Ջողազի, ուրեմն այդ դիմացի հողը մոտ 1000 հեկտար, որից 700 քանի հեկտարը մշակովի այգիներ, պիտի վերադարձնեին, չվերադարձրեցին, նշանակում է մի փոքր sense որ հույս կար, որ կվերադարձնեն եւ սրա իրական դելիմիտացիա է, որը հետագայում կբերի դեմարկացիայի, то есть սկզբից ուժերի վերադասավորում անջատում ռազմական առումով, հետո սահման բաները գծելը, փաստորեն այդպես չեղավ։ Եվ դա դառավ զիջում։ Լավ, 20 թվականից հետո եղել է 21 թիվ, Սև լճի դեպքերը 22 թիվ, Կապանի եւ Ջերմուկի դեպքերը եւ 23 թվի ողբերգությունն ա տեղի ունեցել, երբ որ էթնոցի դա եղել Արցախում։ Այդ ժամանակ մեզ պիտի ինչ-որ տեղ հուշող լինի, չէ, որ մենք զիջում ենք անում, մենք ռեալ պայքար չենք մղում։ Ոչ իշխանասարի համար ռեալ մարտեր գնացին։ Հիշում եք, նույնիսկ հայտարարություն եղավ, որ այդ մի փոքր, ասենք, ցուրտ տեղի համար կռիվ չենք անելու, պատերազմ չենք սկսելու։ Ոչ Ջերմուկին 4.5 կիլոմետր մոտենալու բանը չստիպեց, որ պատերազմական գործողություններ անենք։ Ոչ Կապանի, ասենք, ներքին հանդին մոտնալը բանը ստիպեց, որ մեզ պատերազմը սկսենք, ոչ էլ մեր հայրենակիցներին, ասենք, բլոկադայի մեջ պահելը եւ հետագայում, ասենք, դեպորտացիայի ենթարկել Արցախից։
ուրեմն զիջումներ են անում։ Դա վիճել, այդ բարձի շուրջ, դա նշանակում է վիճել, որ արև գոյություն ունի, կարող է 5 միլիարդ տարի հետո չլինի, բայց դեռևս գոյություն ունի, չէ՞։ Եվ բանը, տենց մարդիկ չեմ կարծում, որ անհեթեթ չեն, էլի, եթե տենց մարդ կա, որ ասում է զիջում չի, զիջումը ուրեմն արվում անդրա համար, որպեսզի ժամանակ շահես, ժամանակ շահում ես ինչի համար, որպեսզի զինվես, պատրաստվես, որպեսզի ուժեղանաս, որպեսզի զինվես, այդ ուժեղանալը, զինվելը, այդ ամեն ինչը ճիշտ է տեղ ունենում, թե չէ, ցավալի է, բայց հասարակական, ասենք, բան չկա կոնտրոլ բանակի վրա, կան ունենց հասարակական, ես ինչ կառույցների ժամանակին կար գոնե, ասենք, Սերժ Սարգսյանի ժամանակ կար կառույց, որը որ հասարակական, ոնց որ ասած, բան էր անում, էլի, կոնտրոլ էր անում բանակի գործունեության վրա, այդ թվում հակակոռուպցիոն ու իր գործում։ Հիմա այդ կառույցի աշխատանքի մասին ոչ մի բան չեմ լսել, միգուցե գոյություն չունի։ Երբ որ Ռուսաստանի հետ մենք ընդհարվեցինք կոմունիստական գաղափարախոսության շուրջ, մենք կորցրեցինք Շաումյանը, կորցրեցինք Արցախի հետ ճանապարհը եւ 91 թվականին որոշ անգրագետներ տեղյակ չեն, բայց դա փաստ է ու ես ունեմ, ասենք, այդ կոնկրետ կոմպետենտ մարդկանց, ասենք, բաները, տվյալները դրա վերաբերյալ Կոլցո օպերացիան, որը որ սովետական անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունը մշակում էր հայրին պաշտպանելու խուժանից, Սումգայիթից հետո է դա մշակվել, Կոլցո օպերացիան շուռ եկավ ու դարավ խեղտող օղակ, ոչ թե ասենք պաշտպանող օղակի ներսում եղած, ասենք, քաղաքացիականներին, այլ դարավ խեղտող օղակ ու ավելի սեղմեց Արցախի վզի վրա եւ ասենք բանա 92 թվականին, երբ որ ավելի հավեսով, ասենք, թուրքերը համբուրվեցին Ելցինի հետ, ասենք, հարբելուց հետո եւ մերոնք այդ համբուրվելու պահը մի քիչ ուշացրեցին, մենք կորցրեցինք Արցախի 1/3-ը։ Ես նկատի ունեմ ոչ թե սովետական, այլ ռուսական դաշնության հետ այդ վիրավոր արջը միգուցե կիսասատկած տարբեր մարդկանց բնութագրով, որը Կովկասից հեռանում էր ձեռի հետ, այնքան որ Ելցինը խոստացավ, որ հա կօգնի, ուրեմն գեներալ այսօրով գեներալ լեյտենանտ կարծեմ Շամանովը, այն վաղ դեռ գնդապետ էր, գրավեց Մարդակերտ Շաումյանը եւ Ասքերանի կեսը գրավեցին գյուղեր Մարտունուց եւ ասենք բանի կողմից ռուսական զորքերի կողմից գրավեցին, երթվեցին թուրքերին։ Իմ ասածն է նա, որ երբ որ տարբեր կողմերս բռնում ու վառ ինչ-որ գեգեմոնի, տարածքային գեգեմոնը լինի, կամ հեգեմոն, երկուսն էլ մեկա հայերեն չի, հունական բառը, ուրեմն որ կողմ էլ բռնես, կարաս ոտատական գնես։ Դրա պատճառով, ասենք, ես առաջարկում եմ ընդհանրապես կոնսոլիդացնել ներքին ուժերը, պաշտպանական համակարգ այնքան ամրացնել, որ մենք դառնանք թույնավոր ծովային ոզնի, որին ուտելը դժվար բան չի, բայց հետո սատկում ես։ Հայաստանը այն վիճակում չի, որ մեզ ուտելը անհնարին է։ Պիտի դարձնես սատկելուն հավասար, ասենք, Հայաստանին ուտելու փորձերը։ Անմիջապես, ասենք, եթե չվերանան, գոնե ընթացքում վերանան։ Ոչ թե հայերը էթան այնտեղ սկսեն, ասենք, բանը ճորտատիրական հասարակարգով կամ ստրուկի նման աշխատել իրանց համար, այլ հայերը պայքարեն, որը կբերի այդ երկրների կործանմանը։ Դա կլինի Բաքվի հանրապետությունը, դա կլինի Անկարայի հանրապետությունը, որոնք որ օկուպացված արդեն հայկական հողերի վրա են հիմնականում, ասենք, իրենց բունը դրել, էլի։ Թեկուս Վրաստանը, թեկուս Իրանը, թեկուս Ռուսաստանը, թեկուս Ամերիկան, թեկուս Մարսի բնակիչները, թեկուս Ալֆա Ռոմեոյի, ասենք, բանը, լարված իրավիճակներում չի կարելի ոչ մեկին կողմ բռնել, որովհետև իրանք ձեռի հետ կարող են գնել մեր վրա, նստեն։ Ռուսաստանը կիսասատկած վիճակում 92 թվականին ձեռի հետ մեր կողմից ծեծված թուրքերին, հիշենք, ասենք, Իվանյանի ազատագրումը տեղի ունեցավ, դրանից, ասենք, 3 ամիս առաջ եւ դրանից մի ամիս առաջ Շուշի ազատագրումը տեղի ունեցավ։ Դրան հենց
Շուշի ազատագրումից ուրեմն 10-15 օր առաջ նաև առաջ խաղացումներ ունեցանք Հայաստանի Հանրապետության եւ ասենք Բաքվի Հանրապետության սահմանների վրա, բայց ձերի հետ գիգանտ արջը նստավ մեր վրա խնդրանքով Թուրքի։ Եվ ասենք կարացավ համոզի։ Հիմա նույն ձևով այս տարածքում կան երկրներ, որոնք ձերի հետ կարան նստեն մեր վրա։ Դա Իրանն է, դա ասենք Թուրքն է, Անկարայի, այն մյուսը չէ, դա Ռուսն է, դա ամերիկացին է, դա անգլիացին է։ Կարճ ասած, ես ասում եմ իրանցից ոչ մեկի հետ ընդհարվել պետք չի, ոչ մեկի պոչը հիմա հետագայում տեխնիկապես զարգացրավ։ Հիշենք Ավստրիայի փորձը, որը բացահայտ արևմտյան, ասենք, երկրների ոնց որ շարքի մեջ էր գտնվում, բայց ինքը երբեք հակառուսական քայլեր չի արել, եւ արդյունքում ռուսը իր դեմ զորք չի կանգնացրել։ Բանը ՅՈՒԳՎ կոչված է, Южная группа войск, Հունգարիայում տեղակայված։ Իր հիմնական ճարասյունները ուղղված էին, ասենք, դեպի Գերմանիա, որ Բավարիայով բանով ներթափանցեն կենտրոնական Եվրոպայից դեպի արևմտյան։ Փաստորեն ես առաջարկում եմ, որ չլինենք առաջ ընկնող, գիտեք ինչ, սա էլ չպետք է, ասենք, ձիու դեմից լինի։